Ենթադրենք որոշել եք մեկնել Իրան, բացում եք Google քարտեզը եւ տեսնում այսպիսի խառնարաններ։ Ինչ կմտածեք եւ ինչ ընդհանրություններ ունեն դրանք Հայաստանի հետ։ Եկեք պատմեմ։ Ահա այսպիսի տեսք ունեն դրանք ներսից, իսկ վերադառնալով արբանյակային պատկերներին տեսնում ենք, որ այն հասնում է իրանական բնակավայր։ Դրանք ստորգետնյա ջրերը մակերես դուրս բերելու աշխարհի ամենահին համակարգերն են, որոնք կոչվում են կանատներ կամ քարիզներ։ Ճարտարապետական բացառիկ այս նմուշը կառուցվել է ավելի քան 2500 տարի առաջ եւ գործում է մինչ օրս։ Ժայռերի եւ հողի միջով ուղղայաց փորում էին ներքև, ապա սկսում փորել հորիզոնական թունելներ։ Այնուհետև դրանք պատում էին քարի կամ աղյուսի նման նյութերով փլուզումը կանխելու համար։ Ստորգետնյա թունելների ընդհանուր երկարությունը 33 կիլոմետր է, ունի 427 հորատանցք, որոնցից ամենախորը հասնում է ռեկորդային 300 մետր խորության։ Այսպիսի քարիզներ, իհարկե ավելի փոքր չափերով, կա նաև Մեղրի Շվանիձոր գյուղում, որն անխափան աշխատում է արդեն մի քանի 100-ամյակ։ Հենց այս տեխնիկայի շնորհիվ հազարամյակներ ի վեր Իրանի այս անապատային տարածքները դարձել են այսպիսին։ Այսօր Իրանում գոյություն ունեն մոտ 37 000 ակտիվ քանատ եւ շարունակում են սնուցել ամբողջական բնակավայրեր։ Կհանդիպենք։